ամենաոճային, տաղանդավոր մեր սիրելի Արմինկա, երգչուհի, ով նվաճել է մեր սրտերը դեռևս 90-ականներին։ Իրականում այնքան հաճելի է, որովհետև իմ մանկությունը, կարելի ասել, մեծացել է քո երաժշտության ներքո։ Ես միշտ քեզ նայելով շատ հպարտացել եմ, անգամ ժամանակ առ ժամանակ քո էլեգանտ հագուստից ինչ որ մտքեր եմ գողացել այն ժամանակ։ Շնորհակալություն, որ ինձ չմերժեցիր եւ հյուրընկալեցիր, որ այսօր անկեղծ զրուցենք ԱՄՆ-ի քո կյանքի, իմիգրացիայի եւ այլ ինչ որ քո կյանքի նորությունների մասին։ Ես եմ քեզ շնորհակալ, Լուսի ջան, եւ շատ հաճելի է լսել։ Իմիջ այլոց այդպիսի խոսքերը միշտ հոգիս ջերմացնում են ու ամեն անգամ հաճելի է լսել, որ մանկությունից սիրել են, գնահատել են։ Այդ լիովին անկեղծ խոսքեր են, անկեղծ։ Շնորհակալ եմ շատ։ Արի մեր հեռուստադիտողին, մեր podcast դիտողին բացատրենք կամ պատմենք, եթե դեմ չես, ինչպես եղավ քո միգրացիան ԱՄՆ։ Չէ՞ որ դու այդքան հայտնի երգչուհի էիր Հայաստանում, ուզում էիր գայր ԱՄՆ, թե ինչ որ իրադրություններ այնպես ստեղծվեցին, որպեսզի մտափոխվես եւ տեղափոխվես։ Անկեղծ ասած միշտ մտածել եմ, որ երբեք չեմ կարող ապրել Հայաստանից դուրս։ Նամանավանդ Երևանից, ես շատ երևանցի եմ ու շատ ես միշտ ասում եմ, որ իմ անոթներով, երակներով կպած եմ Երևանին։ Բայց ցավոք այդ վերջին տարիներին արդեն Լուսինեի հետ քննարկում էինք, որովհետեւ հասկանում էի, որ մի խոսքով արդեն անհնարին է ինձ համար դառնում այնտեղ ու ինչքան էլ որ փորձում էի ոնց որ ձգել, ես ընդհանրապես իմ տեսակով շատ արագ որոշումներ կայացնող մարդ եմ, բայց ոչ տաք գլխով։ Բայց այս հարցը միշտ ձգձգում էի, մտածելով, որ գուցե պետք չի անել։ Ինչևէ միևնույն է համարձակությունս չէր ներում, նորից եմ ասում, ես շատ համարձակ լինելով եւ համարձակ որոշումներ կայացնող մարդ լինելով, անընդհատ ձգձգում էի։ Հետո ստացվեց այնպես, որ տղայիս հետ ամառային արձակուրդներն էին ու երկար ժամանակ չէինք եղել, որոշեցի, որ տղայիս հետ գանք։ Ունեք տուրիստական վիզա փաստորեն։ Այո։ Ընկերներ, իմ ընկերների երեխաները որոշեցինք, որ գանք Ամերիկա, մեր խավորին այցելենք, տղայիս խավորին ու ընկերներիս այցելեմ։ Այդպես եկանք ու որոշ հանգամանքներից ելնելով, ես միշտ ասում եմ, որ Արման Աղաջանյան իմ կյանքում երկու ճակատագրական որոշումներ ինքն է կայացրել, իմ կյանքում չկան մարդիկ, ովքեր ինձ համար որոշում են կայացրել։ Ինքը որոշումները կայացրել է, պնդել է, համառորեն արել է ամեն բան, որպեսզի այդպես լինի, դա եղել է Ալեքսի Ամերիկայում ծնվելը։ Ճիշտ որոշում իրականում։ Եվ մեր այստեղ մնալը։ Իմ առջև դրեց հարց, ասաց նայ, ունես չէ մտադրություն տեղափոխվելու, ասացի հա, բայց չկա։ Արի ընդունենք, որ հենց հիմա ամենահարմար պահն է ու ես իրեն ասում եմ, որ ես ոչ մի վարքյան որևէ երկրում անօրինական չեմ ապրի։ Ես անպայման պիտի ունենամ կացություն, ասեց կմնաս կանենք, ասեցի չէ, գնամ, անենք, հետո կգամ։ Երկար խոսեցինք, քննարկեցինք, խոսեցի Լուսինեի հետ, ասեցի Լուսինեն ավելի շատ էր ուզում։ Լուսինեն առաջինն է եղել, որ ասել է գնանք։ Չնայած այն ժամանակ ինքը բացարձակ չէր սիրում Ամերիկան։ Ինչևէ, ստացվեց ինչ որ ստացվեց։ Ես մնացի փաստորեն այդ ժամանակ։ Մնացի, բայց դեռ ժամկետի մեջ էի ու մենք սկսեցինք փնտրել փաստաբան, ով կանի իմ փաստաթղթերի, իմ գործը կանի։ Ու ես գիտեի, որ իմ кейսը շատ ուժեղ кейս կլինի, որովհետև տարիների պատմությունը շատ էր եւ փաստերը շատ էին։ Այսինքն ես այն սերունդն եմ, ով ուներ թերթերի վրա հարցազրույցներ։ Այդ ամենաիդեալականն է, Արմինկա ջան, որովհետև հիմա մենք այդ խնդիրը ունենք, չնայած մի քիչ ժամանակներն էլ են փոխվել, արդեն միգրացիոն մարմինները ընդունում են մեդիայում տպագրված նյութերը, բայց ձեր ժամանակները ամենաիդեալականն էր ու անգամ կարոտում եմ, որովհետև այդ թերթասված ժուրնալ ասվածը։ Իսկապես, այսինքն տպագրված աֆիշաներ, համերգների տոմսեր, մի խոսքով, այսինքն թղթաբանություն մեծ թղթաբանություններ, որը ես արդեն ունեի պատրաստած։ Ինչևէ, սկսեցինք փնտրել մարդ, ով որ կանի եւ դա հուլիս-օգոստոս ամիսներ, օգոստոսին որոշեցինք մնանք իմ թռիչքից 10 օր առաջ։ Կներեք, որ թվականներ։ 16 թվականներ եւ երբ որ այդ որոշումը ինչ որ մի կերպ դժվարությամբ կայացրեցինք, որտեվ մամաս ու Լուսինեն Երևանում էին։ Իսկ ես մարդ եմ, ով որ հաշվի անցնում անգամ իր երեխայի հետ։ Իրեն ասացի նայալ որոշել ենք մնանք այստեղ, մի քիչ ապրենք, տեսնենք ոնց է, եթե կսիրենք, ասեց օքեյ, մամա, դա երեխա է, շատ չի։
Հետո իհարկե եղան հարցեր, խնդիրներ, ինչևէ, բայց որոշումը հենց այսպես է եղել։ Ու սկսեցինք փնտրել փաստաբան, առաջինը, երկրորդը, երրորդը, ինչ-ինչ պատճառներով, որոշ մարդիկ ասելով, որ ժամանակը քիչ է, որովհետև մի փաստաբան չէր, ինքը paralegal։ Ինձ ասաց, որ սպասիր մինչև Լուսինեն ու մամատ մուտք անեն երկիր, որպեսզի օդանավակայանում հանկարծ խնդիր չլինի, որ տեսնեն քո գործը արդեն էմիգրացիոն կենտրոնում է։ Այդպես արեցինք, բայց ստացվեց, որ մերոնք եկան նոյեմբերին եւ ես ունեի ժամանակ ընդամենը նոյեմբեր, դեկտեմբեր, հունվարի 18-ին իմ մուտքի վիզան վերջանում էր, այսինքն մենք ունեինք 2 ամիս։ Եվ շատ փաստաբաններ տեսնելով, որ ուժեղ кейս է, ասեցին մենք ռիսկ չենք անի, որովհետեւ ժամանակը քիչ է։ Իսկ кейսը ծավալուն է, աշխատանքը շատ երկար կտևի եւ գուցե չհասցնենք։ Ինչևէ, հասա 4-րդ փաստաբանի մոտ, ով ասաց շատ քիչ մարդ եմ ճանաչում շոու բիզնեսից, այստեղ մեծացած էր ինքը, շատ վաղ տարիքից էր եկել Ամերիկա, ասաց քեզ շատ լավ ճանաչում եմ ու զուտ բանից ելնելով իմ սկզբունքներից ասաց կվերցնեմ քո գործը, կանեմ ու ես պիտի շահեմ քո գործը, ասաց որովհետև եթե ես քո գործը չշահեմ, ասաց շոու բիզնեսի որևէ անդամի գործ երբեք չեմ վերցրել, որտեվ չեմ ուզել, ասաց արել եմ շատ գիտնականների, քանդակագործների, սպորտսմենների, շատ հայտնի, բայց երգիչ, երգչուհի, դերասան չեմ արել։ Ու վերցրեց մարդը ու արեց եւ շահեց, այսինքն մենք 2 շաբաթում իմ մուտքի վիզան վերջանում էր հունվարի 18-ին, իմ գործը 17-ին մտավ էմիգրացիա։ Վաու, վերջին, ինքը ասում էր մի անհանգստացի անգամ, եթե վերջին օրը, որտեվ ես ասում էի, ես չեմ ուզում որևէ խախտում, ես շատ հարգում եմ այս երկրի օրենքը եւ ընդհանրապես ես օրինապաշտ մարդ եմ։ 2 շաբաթ հետո քեսը հաստատվեց։ Այդպես շատ, ես միշտ ասում եմ, որ իմ կյանքում եզակի դեպքերից է, որ շատ արագ եղավ այն ինչ որ եղավ։ Արդեն անցել է 10 տարի, երևի գրեթե տևական ժամանակ է, որ պարզ ասես Արմինկա ջան, չես փոշմանել ես, արդյոք այս երկիրը դարձել է երկրորդ տուն, թե դեռ քեզ հյուր ես զգում։ Ինձ համար շատ զարմանալի կերպով այս երկիրը շատ արագ դարձավ տուն, ես 20 տարի ու ավել գնացել եկել եմ ու ոչ մի անգամ չեմ մտածել ապրելու մասին, որտեվ ինձ այստեղի կյանքը անկեղծ ասած դուր չէր գալիս։ Մենք այն ժամանակ Երևանի կյանքի տեմպը լրիվ այլ է, չէ՞, մենք սովոր ենք այդ տեմպին մինչև այսօր մեկ է վերադառնես Երևան եւ լրիվ այլ տեմպով են մարդիկ ապրում։ Բայց ես շատ արագ այստեղ մերվեցի այստեղի կյանքի հետ, այս կյանքի տեմպը ինձ սկսեց դուր գալ, շատ արագ Լոս Անջելեսը դարձավ ինձ համար երկրորդ տուն։ Ու դրանով իմ գործը հեշտացավ, որովհետև ես մտածում էի իմ մոտ այսպես սկսվեց, ես երբ որ գնում էի հյուր ու տեսնում էի պատին կախված, ասենք թե Արարատը, նռան ծառին եկա։ Օ, փաստորեն այսպես է, հա, լինում, սկսում էի լացել, հուզվել, մի խոսքով։ Հետո ինքս մի օր ինքս ինձ տվեցի ծրագիր, ասեցի նայիր, եթե դու այս որոշումը կայացրել ես, իսկ սա բավականին, գիտես, մի բան է, երբ որ դու այդ էմիգրացիան անում ես 20 տարեկանում, անգամ 30 տարեկանում, բայց երբ դու դա անում ես 43-ում, 44-ում, ինչքան էլ որ դու ունես հիանալի ընկերներ, ովքեր 24 ժամ քո կողքին են եւ ամեն բան, ես Աստված վկա, ես միշտ ասում եմ, ես այն դժվարությունները, որ ասենք շատ մարդիկ էստեղ ապրել են, անցել են այդ դժվարությունների միջով, ես այդ ամենը ինձ անծանոթ է, որովհետև իմ ընկերները թույլ չեն տվել, որ մենք որևէ բանի խնդիր ունենանք, ամեն հարց իր լուծումը ստացել է, ծանոթություններ, կապեր, այսինքն ինձ շատ օգնել է այդ ամենը այստեղ։ Բայց ես ինքս ինձ ասացի, որ ես պիտի կենտրոնանամ այստեղի վրա, ես պիտի միտքս կենտրոնացնեմ այստեղի վրա, ես սկսում եմ կյանք զրոյից։ Ես պահում եմ Հայաստանը իմ մեջ ու իմ սրտում եւ նայում եմ արդեն այստեղ, թե ինչ եմ անում այստեղ, ինչ պիտի անեմ, որտեղից պետք է սկսեմ, որովհետեւ կապ չունի ինչքան էլ որ դու ունես անուն, ունես առած աշխատանք, միևնույն է դու զրոյից սկսում ես կյանք եւ անծանոթ կյանք, որովհետեւ երբ որ դու գալիս ես հյուր ընկերների տանը մնում ես, դու չես հասկանում այդ կյանքի, այո, որոշ բաներ տեսնում ես, հասկանում ես, բայց մինչև դու ինքդ չես ապրում, ինքդ դու այդ ամենի հետ չես բախվում, դու չես պատկերացնում, թե ինչպիսին է կյանքը այստեղ։ Ու փառք Աստծո, որ ես շատ արագ ինտեգրվեցի, շատ արագ սկսեցի սովորել ամեն բան, հարմարվել,
Ու այդպես Ալեքսին մի քիչ դժվար տրվեց, Մյուս Ալեքսը հարցը դա շատ պետք է սիրում լիներ էր, Ալեքսը։ Ալեքսը շատ սիրում էր այստեղ, բայց անընդհատ ասում էր, որ մամա, այստեղ շատ լավ է, բայց իմ տեղը Երևանում է։ Մամա, մեր տեղը Երևանում է։ Ինչեւ հիմա այդպես է կարծում Ալեքսը։ Երևանը շատ սիրում է, Երևանի մասին երբ որ խոսում է, Հայաստանի մասին երբ որ խոսում է, անգամ քարտեզի վրա երբ ցույց է տալիս, չի ասում Հայաստանը, ասում է սա մենք ենք։ Շատ սիրում է, գնում ենք, գալիս ենք, բայց ինքը ուրախավոր է այստեղ ապրում եւ դա ինձ հանգստացնում է։ Ինքը այստեղ ընկերներ ունի, ասում է մամա, դե ես իմ կյանքի մեծ մասը արդեն այստեղ եմ ապրում, եկել ենք 7 տարեկան է եղել, շուտով 17 կլինի։ Ընկերներ ունի, հարմարվել է այստեղի դպրոցներին, այստեղի համակարգին, այսպես ասած, հայկական շրջապատ ունի։ Հայկական եւ շատ ուրախ է դրա համար։ Ինքը օրինակ 2 տարի մենք ապրում էինք ուրիշ քաղաքում, ինքը 2 տարի այնտեղ գնաց միջին դպրոց, ինքը ընդհանրապես հարմարվող երեխա է։ Ու ինձ միշտ ասում էր մամ, ես այնքան ուրախ եմ, ես արագ կարողանում եմ օտար երեխաների հետ էլ հարմարվեմ, ընկերություն անեմ ու ես իրեն ասում էի, որ այլ ջան, ես շատ ուրախ եմ, որովհետեւ ես եմ քեզ բերել այստեղ, այդ ընտրությունը ես եմ արել, դու չես ունեցել ընտրության հնարավորություն կամ իրավունք, եւ ես շատ ուրախ եմ, որ դու կարողանում ես տարբեր ազգերի երեխաների հետ ընկերություն անել, որովհետեւ դու այս երկրում ես ապրում եւ դու վաղը գնալու ես քոլեջ, դու վաղը գնալու ես համալսարան, դու աշխատելու ես եւ դու չես լինելու մշտապես հայկական միջավայրում, բայց միևնույն է, ինքը հիմա հաճախում է ավագ դպրոց, որտեղ մեծ մասը երեխաների Քլարկում երեխաների 95 ու ավել տոկոսը հայեր են, ինքը շատ ուրախ է դրա համար, որովհետև ասում է մամ, վերջին հաշվով լինել հայերի մեջ շատ ավելի մի տեսակ ապահովության, թե ավելի, չգիտեմ, երևի այդ հայկական այդ ոգին, որ կա։ Ոգին, ադատները, անգամ այդ տարական, երբ որ ես այստեղ սովորում էի, իմ համար խորհուրդ էր, որ մի բան պետք է ուտեմ ու կողքիներից չհյուրասիրեմ։ Որ հյուրասիրում էի, իրանք այնքան շնորհակալություն էին հայտնում ու ասում էին, հաստատ վստահ ես, որ ինձ հետ ուզում ես կիսվես, որ զարմանում ես, բայց ամոթ կլինի չկիսվեմ, որտեղ մեզ այդ ոգով են դաստիարակել։ Դրա համար ես լրիվ հասկանում եմ Ալեքսին։ Հա, ինքն էր սկզբում որոշ բաներ խորթեր նախ օրինակ տարական դպրոցում, չէ, էլեմենտարիում չի կարելի լանչ կիսել։ Այո, իմ աղջիկն էլ էր ասում։ Գիտես, տես, ինձ համար սկզբում դա խորթ էր, բայց ես հետո հասկացա, որ օրինակ մենք երբեք հաշվի չենք առել, չէ, որ ասենք թե ամեն մարդ չունի նույն ուտելիքի նախասիրությունը կամ ինչքան են այստեղ անգամ ռեստորանում ամեն անգամ կհարցնեն, չէ, ալերգիա ունեք ուտելիքից թե չէ։ Դու չգիտես, Ալեքսը օրինակ շատ սիրում է նուշ, իր հետ տանում էր նուշ դպրոց։ Դու չգիտես, այդ երեխան գուցե նուշը ուտի, իր մոտ ինչ որ ալերգիա լինի կամ ինչ որ մի բան։ Շոկոլադ ընդհանրապես չէր կարելի դպրոց տանել եւ դա ես շատ ողջունում եմ։ Այսինքն բաներ կան սկզբում ասում ես, Աստված իմ, այս ոնց են մտածում, այս ոնց է, այս ինչ բանը արգելված կամ բան։ Բաց թաթով կոշիկ հագնել դպրոցում։ Չնայած ես երբեք օրինակ Երևանում էլ դա չեմ արել, որտեվ ես որպես ծնող մտածում եմ, որ դա ապահով չի մանավանդ տղա երեխայի համար, չէ՞, դուրս են գալիս գնդակ տշում են, այսինքն ոդկա վնասելը շատ ավելի հավանականությունը մեծ է ոդկա վնասելու եւ այլն։ Այսինքն ժամանակի հետ շատ բաներ, օրինակ սկզբում Ալեքսը ասում էր. «Մամ, Ոստեղի մաթեմը ոնց որ դեբիլների համար լինի»։ Հետո ինքը ասում էր, սկսում էր համեմատել, ինձ սկսում էր բացատրել, մամ ասում էր, նայ, Հայաստանում մենք անցնում ենք մի անգամից շատ դժվար մեթոդով։ Եվ ասում էր, նայ, ովքեր որ ուժեղ են մաթեմի, ասենք մաթեմից, չէ, ընդունակ են։ Օրինակ ասում էր ես ու մի քանի ընկերներս, մենք արագ կարողանում ենք, բայց երեխաներ կան, ովքեր չեն հասցնում։ Ասում էր, այստեղ ամեն բան ավելի հեշտացված է եւ ճանապարհները ավելի երկարացրած են, որպեսզի բոլորը դա ընկալեն, դա անընդհատ կրկնվում է եւ այլն։ Այսինքն երեխան հասկացավ, որ դեբիլների համար չի, ուղղակի արածը այնպես, որպեսզի բոլորին հասանելի լինի։ Մայրս էլ մանկավարժ լինելով ասում է, օրինակ տես մեզ որպես դասատու ասում էին, որ բոլորը պիտի լինեն 4-երով ու 5-երով։ Ախր ամեն երեխա չի, որ մեկը ուժեղա լեզուների, չէ, մեջ, մեկը, չգիտեմ, հումանիտար առարկաների, մյուսը ճշգրիտ, ասենք, գիտությունների։ Չի կարելի բոլորին ստիպել, որպեսզի բոլորը լինեն 5-երով, 4-երով։ Միանշանակ, մեզ մոտ այդ կրթությունը կար, որ անգամ ամոթ էր կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, ոչինչ չեմ հիշում, եթե անկեղծ լինենք։ Եվ ինձ շատ դժվար էր տրվում։ Հիմա Ալեքսը ինձ ասում է, ասա ինձ խնդրեմ նույն բանը եղել է իմ մեջ, ասում եմ, ինչի ես պետք է ստիպված սովորեմ քիմիա, որը չեմ սիրում, դա ինձ պետք չի գալ, ասում եմ, տղա ես լրիվ համաձայն եմ, ես էլ էի ասում, ինչի պետք է սովորեմ, դա ինձ երբեք պետք չի գալու։ Ինձ ասում է,
Քեզ երբևէ պետք է կելա քիմիական ֆիզիկա, ասում եմ, չէ, որովհետև ես գնացել եմ երաժշտության ասպարեզ։ Մամ, ինձ էլ պետք չի գալու։ Ասում եմ, ոչինչ, բայց դու տղա ես, ախր բաներ կա, պիտի իմանաս։ Ընդհանուր զարգացվածություն է, բայց պետք է բոլորս ունենանք։ Վայ, Արմինկա ջան։ Կարևորը ինքը իմ այստեղ իրեն հարմար է զգում։ Ինքը իրեն շատ լավ է զգում, ինքը իրեն հարմարված է զգում։ Տեղափոխվենք քեզ։ Դու ո՞նց ես քեզ զգում ու ինչ գործունեություն ես այստեղ ծավալում։ Համերգներ արդյոք ունենում ես, չես ունենում, որտեվ շատերը վստահ եմ Հայաստանից երևի տեղեկացված չեն, բայց կուզեի այդ գաղտնիքները։ Իսկ Հայաստանից ավելի լավ են տեղեկացված այստեղի կյանքի մասին, քան թե մենք այստեղ։ Նորից եմ ասում, չեմ ստի եւ կասեմ, որ ես ինձ շատ լավ եմ այստեղ զգում, ես շատ հանգիստ եմ ինձ այստեղ զգում, ինչ ժամանակ էր պետք, որպեսզի ես շատ բաներ վերանայեմ ինքս իմ մեջ, վերգտնեմ ինքս իմ մեջ, հարմարվել եմ, փառք Աստծո, սիրով եմ ապրում, որովհետև ես իմ առջև դրել էի մի քանի բան, եթե ես այստեղ չունենամ օրինական կացություն, եթե ես այստեղ չունենամ ներքին խաղաղություն, ես ոչ մի վայրկյան չեմ ապրի այստեղ։ Նախ ես որևէ տեղ չեմ կարող ապրել առանց կացության իրավունքի, մի խոսքով եւ այդպես։ Հետո ամենակարևորը դա ինձ համար էլ է շատ կարևոր, ինչպես նաեւ Լուսինեի մամաս շատ արագ հարմարվեց այստեղ, դա մեզ համար ամենակարևորն էր, որովհետև մարդուն կտրել իր տնից, իր հողից, իր ամեն ինչից, իր հարազատներից 70 տարեկանում բերել երկիր, որտեղ ինքը երբևէ չի եղել ու չգիտի իրեն ինչ է սպասվում, որքան էլ որ ասում է որտեղ իմ երեխաները այնտեղ ես, իրեն իրականում լեզու պետք էլ չի, բայց իր տարիքում մեքենա չի վարում, բայց այս կինը 70 տարեկանում գալիս է մի երկիր, որտեղ չի եղել, որտեղ հայից բացի ուրիշ բան չգիտի, ինքը օգտվում է Լոս Անջելեսի տրանսպորտից։ Մի անգամ տանը նստած, իրեն տարել եմ միտեղ, մի քանի ժամ հետո տանդուռը բացում է գալիս, գիտես ոնց վախեցած եմ, մամա, ոնց եք արտուն, ասում է, նստեցի ավտոբուս եք, ասում եմ, այսինքն ես ռիսկ չեմ անի։ Ինքը ունի շատ ուժեղ օրիենտիրովկա։ Ինքը, չգիտեմ, հարց ու փորձ անելով, թե չգիտեմ, հետո ինքը քեզ անգիր կասի, թե ենթադրենք Բըրբենքից, որ ավտոբուսը ուր է գնում, որտեղ է կանգնում, որ ժամին, հա։ Առանց լեզու իմանալու եւ զարմանալի է, որովհետեւ շատ ծնողներ հենց այդ խնդիրը ունեն, երբ որ տեղափոխվում են ու չեն հարմարվում, որովհետեւ այլ է ամբողջ օր տանը փակված են, իրենք չեն կարող վարել մեքենա։ Ինքը քայլում էր, ինքը բացահայտում էր, անգիր գիտի ամբողջ Բըրբենքն ու այդ հարակագլենդելի փողոցները, որտեղ որ մենք սկզբում ապրել ենք, հետո տեղափոխվել ենք, հետո վերադարձել ենք։ Ինքը շատ արագ հարմարվեց մեր ընկերների ծնողների հետ։ Ինքը սկսեց գտնել մարդկանց, իր շատ աշակերտներ ու ծնողներ Instagram-ի միջոցով, իմ միջոցով, Լուսինեի միջոցով գտան իրեն։ Հիմա ինքը ավելի շատ իրենք շաբաթը 1-ից 2 անգամ ինքը ունի 2 տարբեր այսպես շրջանակներ ընկերուհիների։ Իրենք հավաքվում են տներում, իրենք գնում են ռեստորաններ, իրենք գնում են համերգ, չկա համայնքում համերգ ու ներկայացում, որ իրենք բաց թողնեն, այսինքն իր կյանքը այստեղ բավականին հետաքրքիր կազմակերպված, ընկերուհիներ, ընկերների ծնողներ, մամաներ, աշխատանքային ընկերուհիներ, մանկական ընկերուհիներ, ել չեմ ասում, գիտես ես հրավիրված եմ բան, իմ աշակերտուհի 50-ամյակին ասում եմ, բրավո, այսինքն ես կանտեղ հրավիրված չեմ, չէ՞ մամ ջան, ասում եմ ասեմ իր աշակերտներն են իրեն գտնում, աշակերտների ծնողներն են գտնում իրեն եւ շփվում են, իրար հետ գնում են, գալիս են։ Միտք էլ չի ունենա, չէ՞, մաման մշտական տեղափոխվելու հետ Հայաստան։ Գիտես ինքը առանց մեզ ոչ միտեղ չի մնա։ Ինքը առանց մեզ ոչ միտեղ չի մնա, հետո ինքը այստեղ հարմարվել է, ինքը այս ընթացքում գնաց, վերադարձավ։ Մեր ընտանիքում կա մի հոգի, ով չի հարմարվում Ամերիկային, ում համար Ամերիկան տուն չի դարձել, մեզ համար դարձել է տուն, հա, ու դա բոլորը գիտեն, դա Լուսինեն է, չգիտեմ այդ հարցը ինչպես պիտի լուծվի։ Մենք կլուծենք այդ հարցը մեկ Լուսինեին, մենք երևի պետք է կազմակերպենք լավ շուտ մամայի օրինակին հետևելով։ Ինքը հաճախ գնում գալիս է, այնպես որ չգիտեմ։ Արմինկա ջան, վերջերս դու ունեցար քո անձնական հագուստի բացումը, այսպես ասած, թողարկումը կամ ոնց ավելի ճիշտ ասել, այսպես ասենք, մի քիչ սիրուն չի հնչում հայերեն, բայց այդպես է, հա։ Բայց շատ գեղեցիկ էր, նույնպես ես չկարողացա ինքս ձեռք բերել, շատ գեղեցիկ։ Շնորհակալ եմ, ես այսօր քեզ փոքրիկ նվեր եմ բերել, չգիտեմ, հուսամ քեզ դուր կգա։ Չկար քո collection-ի մեջ մի բան, որ ես չհավանեցի, անկեղծ ու չէ կասկածում։ Ինչքանով էներգիա է դա քեզնից տանում, դա որպես հոբբի ես
ես վերաբերվում, թե ավելի կնայես հետագայում որպես լուրջ գործ եւ կզարգացնես արդեն խանութ, միջազգային Մայր, շուկա, ինչու իրականում ոչ։ չեմ կարող ասել հոբի, որովհետև ես սա երկար ժամանակ մտածեցի, չգիտեմ ինչքանով գիտես թե չէ, ես սա հիմնեցի Երևանում, բայց այդ նույն 16 թվականին եւ այո, 15-ի վերջերից արդեն ձեռնարկեցի, 16-ին արեցի առաջին հավաքածուն եւ մենք այսպես Լուսինեի հետ փոքրիկ ինձ համար Լուսինեի սրահականի, որ բավականին մեծ էր տարածքով, այնտեղ ինքն ինձ մի սենյակ էր հատկացրել, որտեղ ես ստեղծել էի փոքրիկ, չասեմ ատելյե, բայց փոքրիկ էինք արել, որ տեսնենք ինչպես է ստացվում, հետո ոնց որ մեծանանք։ Արեցինք առաջին հավաքածուն, հետո արդեն պիտի մտածեինք հաջորդ քայլի մասին, դա ես եկա արձակուրդ, Ալեքսի հետ ասացի ես գնում եմ, այնտեղ աշխատողը կար, աշխատում էր, շարունակում էր, մենք արդեն պատվերներ ունեինք բավականին շատ, անհատական պատվերներ, ու քանի որ ստացվեց այնպես, որ ես մնացի, այդ ամենը մնաց կիսատ, բայց այդ գաղափարը իմ մեջ դեռ շարունակում էր։ Այստեղ սկսեցինք շապիկներ թողարկել, մի որոշ ժամանակ արեցինք շապիկներ, բավականին հետաքրքիր էին, հետո հասկացա, որ դա ինձ համար լուրջ չի, որքան էլ որ ես դիզայներ չեմ եւ ես ինքս չեմ գծագրում այդ ամենը, բայց այդ բոլոր գաղափարները ես ինքս եմ մտածում, ես մտածեցի, որ ավելի լավ է ես սա դրեմ մի կողմ, մինչեւ լավագույն ժամանակները, հա, մինչև ես սա իմ մեջ այս ամեն ինչը այնքան զարգացնեմ, որ հասկանամ, որ եկել է ժամանակը, որ ես սա պետք է անեմ։ Եվ անընդհատ մտածում էի, որ անեմ մեծ ներդրում, ես որ պերֆեկցիոնիստ եմ, սիրում եմ ամեն բան անել շատ լավ, ասես մի անգամից ճոխ։ Անընդհատ ուզում էի, մտածում էի, որ անեմ մեծ ներդրում, որ մեծ մտնեմ շուկա, լավ մտնեմ իմ ուզած ձևով։ Հետո հասկացա, որ ես չեմ կարողանում այդ մեծ ներդրումը անել։ Ինքս ասացի, գիտես, արի փորձիր անել փոքրից, արի արա այնքան, ինչքան որ այս պահին քո հնարավորությունները քեզ թույլ են տալիս, եւ սկսեցի, սա սկսել եմ 24 թվականի նոյեմբերից, ոնց որ սկիզբը դրվեց 24 թվականի նոյեմբերից, գտա մի շատ լավ աղջկա, ով ժամանակին ինձ գրել էր Instagram-ով, գտա, հանդիպեցինք, հասկացա, որ լուրջ մասնակետի հետ գործ ունեմ, պայմանավորվեցինք ու սկսեցինք աշխատել։ Այսինքն ամբողջ 25 թիվը ես նվիրեցի սրան, այսինքն ինչ էի անում, քանի որ չկարողացա անել այսպես կոնկրետ մեծ ներդրում, ես ամբողջ տարվա կտրվածքով ինչ որ աշխատում էի տարվա մեջ, դրա որոշ մասը ներդնում էի ես բիզնեսի մեջ։ Այսինքն մոտավորապես մի տարի ինձանից պահանջվեց, հետո այն ինչ որ արեցինք, այստեղ արեցինք։ Հետո ես հասկացա, որ մի քիչ այստեղ շատ ավելի թանկ է նստում ամեն ինչը, որտեղ աշխատանքը այստեղ շատ ավելի թանկ է։ Կապնվեցի Հայաստան, այնտեղ իմ ընկերներից մեկը ասեցի ինձ օգնի, որպեսզի ես քանի որ այդտեղ չեմ, ոչ ֆիզիկապես եւ ոչ էլ 10 տարի բացակայել եմ, գիտեմ, բայց որ ամեն դեպքում հիմա այս բնակավարը շատ զարգացած է Հայաստանում, այսինքն նորաձևությունը բավականին թափով զարգանում է, աճում է եւ ես շատ դիզայներ ընկերներ ունեմ, որովհետեւ ես առաջիններից եմ եղել, ովքեր հագնվել են հայ դիզայներների մոտ եւ կրել են իրենց հագուստը եւ չեն ամաչել ասել, որ հայ դիզայներների հագուստ են կրում, այն ժամանակ բոլոր ասում էին, բայ, կարած շորեր եք հագնում։ Այո, մի ժամանակ կարած շորերը վատ է։ Բայց ես շատերի կողքին եմ եղել, շատերի ձեռքն եմ բռնել ժամանակին, օգնել եմ, որպեսզի իմ անունը խթան լինի իրենց գործը առաջ տանելու համար։ Ինչևէ, կապնվեցի ընկերներիցս մեկի հետ, ասացի ինձ օգնի, որպեսզի լավ ֆաբրիկա կամ ատելյե գտնեմ։ Ինքը ինձ ասեց, ես քեզ կօգնեմ այդ ամբողջ աշխատանքը իրականացնել։ Կտորների ընտրությունից Փաստորեն կտորները Հայաստանից են։ Այո, եւ մենք on-line տարբերակով, վիդեոզանգերով այդ ամեն ինչը մոտավորապես մի տարվա մեջ, բայց դե որ կասեր, այո, կա աշխատանք, որ բարդ չի։ Ես բոլոր իմ հաղորդումներին երևի ասում եմ, աշխատանքի գրավականը սերն է, թե դու սիրով ես անում, եթե դու ունես սեր ու ցանկություն, ամեն բան հաղթահարելի է։ Արեցինք, առաջին հավաքածուն արեցինք այդպես, բայց հաջորդները արդեն հարցիդ պատասխանեմ, որպես հոբի չէ, որովհետև ես այն տարիքում չեմ արդեն, որ մտածեմ հոբիների մասին, ես մտածում եմ, որ սա սկիզբը լինի մի բանի, որը հետագայում կդառնա ինձ համար բիզնես, լուրջ բիզնես։ Ամենակարևոր բանը, որ ես չունեմ, դա բիզնես մտածելակերպն է։ Ես զրո բիզնես մտածելակերպ ունեմ, ես ստեղծագործ մտածելակերպի մարդ եմ։ Բայց իմ
կողքի մարդկանց օրինակով, իմ սեփական բնազդով առաջնորդվելով սովորում եմ անընդհատ նայում եմ շուրջս ինչ է կատարվում, փորձում եմ ուսումնասիրել շուկան, փորձում եմ, որովհետև շատերը գիտես, շատերը ասում են դու արա այն ինչ որ մենք քո հակին որ տեսնում ենք, մենք էլ ենք ուզում դա կրել, բայց հիմա արի տես որ փորձը ցույց է տալիս, որ ասում են դու արել ես բաներ, որոնք դու կկրես, ասում են, բայց չէ որ ձեզանից շատերը ասում են արել, ովքեր ինձ ճանաչում են կամ ովքեր գրում են ինձ social media-ում անծանոթ կանայք, ովքեր մոտենում են ու անընդհատ ասում են ինչու չես անում, ինձ տարիներ շարունակ ասել են ինչու չես անում քո հագուստի սեփական գիծը, մենք ուզում ենք կրել այն ինչ որ դու կրում ես առօրյայում, ոչ թե բեմում պարզ է, բայց հիմա փորձը ցույց է տալիս, որ այդքան էլ այդպես չէ։ Մի քիչ պետք է ուրիշ մոտեցում ցուցաբերել գույների առումով ես ինքս էլ ավելի պահպանողական են փաստորեն կանայք ստացվում, որովհետև ես իմ հագուստը նախատեսել եմ 30+-ի համար։ 30+-ից մինչև 60-65, հա, այդպես հասկանալով իմ շրջապատի կանանց, որովհետև իմ շրջապատում հիմնականում, եթե չհաշվեմ իմ ընկերուհիների երեխաները, ովքեր էլի 30+ են արդեն ստացվում է։ Ամեն դեպքում սա ես շատ սիրում եմ, ընդհանրապես ես փոքրուց նորաձևության հանդեպ ունեցել եմ շատ մեծ սեր ու շատ մեծ հետաքրքրություն, ես այն ժամանակ այնքան խորացել եմ ամեն ինչի հետ, որ անգամ ասենք հավաքածուները նոր հավաքածուները դիտելիս այն ժամանակ ես անընդհատ MTV-ից գնում էի fashion show, fashion TV-ից գնում էի MTV կտորի տեքստուրայից արդեն գիտեի, որ դիզայներն է, սիլուետից, ուրվագծից գիտեի, որ դիզայներն է, այդքան խորացել էի, այդքան շատ ինձ ֆոտոգրաֆները, ոճաբանները, ես անկեղծ ասած մի բան էլ պատմեմ, 10 տարի առաջ ընկերուհիս, ես դեռ Հայաստանում էի ապրում, ընկերուհիս էստեղ է ապրում արդեն 30 տարուց ավել, զանգահարեց, ասեց ես քեզ հրավիրում եմ Միլան Fashion Show-ին, ասեց քեզնից հասնում եմ միայն տոմս առնել, թռնել գալ, հյուրանոցը արել եմ, ամեն ինչ արել եմ, հրավիրա տոմսերը ունեմ բոլոր շոուների, կարող ես վիզա ունես, կարող ես տոմս առնել գալ, ասեցի հենց հիմա ինքը նորաձևությունը գիտի ինձանից առավել, ինքն էլ երաժշտություն, նորաձևություն, մենք շատ նման ենք այդ առումով իրար, բոլոր դիզայներներին, բոլոր ամեն բան անգիր գիտի, ուրեմն հիմա գնում ենք շոուների, ես հեռվից նկատում եմ, ասենք թե բրիտանական Vogue-ի, չգիտեմ, գլխավոր խմբագրին, իտալական Vogue-ի բանին, ոճաբանին, ասենք թե ասում եմ, լիլ տեսով, ասենք թե Աննա Դելո Ռուսոն, ասում եմ, էտա վա, ասում եմ, լիլ, Աննա Դելո Ռուսոն, ասենք իտալական Vogue-ի, չգիտեմ, գլխավոր խմբագիրը, կամ չգիտեմ, բանը, Ջովանա Բատալիա, այսով ասում եմ, սենց վազում ես, ասում եմ, պիտի նկարվեմ հետը, մի րոպե, այսով էր, արմեսով էր, այսինքն անգամ այդ ոճաբան, անգամ ռուսական նորաձևության ոճաբաններին բան շատ սիրում եմ ու բոլորին գրեթե բոլորին ճանաչում եմ ուզում եմ ասեմ այդ սերս միշտ տեղել է ու դրա համար ես երբ որ գալիս է ժամանակ երբ որ մտածում ես լավ երաժշտությունից բացի արդեն ժամանակն է ինչ որ այլ բան մտածելու որով դու հետո կկարողանաս գոյատևել հա թե ինչու չէ եւ զբաղմունք եւ որպես ապրելու միջոց միշտ մտածել եմ որ ես ուրիշ բան չեմ կարող անել որտեղ սա էլ իր մեջ ունի ստեղծակ հիմնականում ինքը ինչ է ստեղծագործական միտք կրեատիվա չէ դրա համար ես մտածեցի որ չէ վերջին հաշվով ես պիտի անեմ սա ու իմ ամենալավ խորհրդատուն ու ամենամեծ ուշ տվողը Լուսինեն է ասեցի Լուս վերջին հաշվով նորից մտածում եմ, որ ես սա պիտի անեմ, ինչ ես կարծում, ասեց արա առանց մտածելու։ Արա, ուղղակի արա, փորձի, կստացվի, չէ։ Ու հիմա ինչ շատ այս հարցում օգնում է իմ ընկերներից մեկը, ով բոլորովին վերջերս ենք մենք այստեղ ընկերացել, մոտավորապես 3-4 տարի, իր անունը հիմա թնդում է հայկական նորաձևության մեջ, Վոնը Վեմյան։ Ինձ այնքան ճիշտ խորհուրդներ է տալիս, ինձ անընդհատ ասում է, ու ինքը շատ ճիշտ բան ասեց մտիր ընթացքում կհասկանաս ուզում ես մնաս այստեղ թե չէ ասեց մինչև չմտնես այդ ջրի մեջ այդ հոսանքի մեջ դու չես կարող հասկանալ դա քեզ դուր է գալիս թե չէ եւ դժվարությունների հետ բախվելով դու ընթացքում կհասկանաս արդյոք դու ուզում ես մնալ այս ասպարեզում թե չէ դրա համար ես դեռ նոր այսպես տոտիկ նոր մտնում եմ, այո։ Միանշանակ ցանկացած բան կողքից ավելի գեղեցիկ է դիտվում եւ հեշտ է խորտ տալ, բայց իմ կարծիքով էլ պետք է անպայման մինչև դու այդ ռիսկին չգնաս, ինչ են ասում, ով ռիսկ չի անում, շամպայնը չի խմում, չէ։ Մենք այսօր շամպայն ենք խմելու։
Աստված քո գործերին հաջողություն տա, Շնորհակալ եմ Նիկա ջան, շատ, ես վստահ եմ, որ լավ շնորհակալ եմ։ կլինի, ինքս կօգտվեմ, Շատ անպայման շուտով շնորհակալ եմ։ սպասում եմ խանութի բացմանը։ Ինձ թվում է 1 տարից Շատ մենք կգանք շնորհակալ խանութի եմ։ բացմանը։ Աստված առաջ։ Խոսենք դուետներից, դու ունեցել ես միշտ գեղեցիկ դուետներ մեր հայ տարբեր երգիչների հետ։ Պատրաստվում ես այդ ասպարեզում ինչ-որ նոր մի բան անել, թե կամաց-կամաց կխորանաս ավելի Անկեղծ բիզնեսի մեջ։ ասած, ամեն դուետից հետո ես ինձ ասում էի, սա վերջին դուետն է քո Ահա։ կյանքում, դե բավական է, ինչքան կարելի է։ Բոլորովին վերջերս էլի երկու երգչից առաջարկ եմ Ահա։ Ուրեմն սպասենք լավ դուետի։ մեկ ասում երեխեք ձեր ինչին է պետք արդեն ինձ հետ դուետ անել։ Ես վաղուց գործող երգչուհի չեմ արդեն։ Այնքանով որքանով, այո, մնում եմ ջրի երեսին, բայց գործունեություն որպես այդպեսին չեմ ծավալում, որովհետև բոլորս գիտենք, որ Երևանի հետ համեմատած այստեղ էլի վերադառնամ քո հարցին, որին չպատասխանեցի։ Համերգային գործունեությունը այստեղ Երևանի նման չէ եւ պարզ է, որ այդպես չէ։ Ես այսօր ավելի շատ փաստորեն ստացվել է այնպես, որ ավելի շատ հանդիսություններ, հարսանյաց հանդեսներ եմ վարում, քան թե երգում եմ։ Չնայած որ էլի միևնույն է շատ գոհ եմ ու շատ շնորհակալ եմ այդ աշխատանքի համար, որովհետև էլի բեմական գործունեությունը ինձ համար ես շատ լրջորեն եմ մոտենում դրան, ես դրան չեմ մոտենում որպես ուղղակի աշխատանքի միջոց, ինձ համար դա մեծ պատասխանատվություն է, ամեն անգամ մեծ սիրով ու մեծ պատասխանատվությամբ եմ պատրաստվում, բայց իհարկե լինում են համերգային ծրագրեր, որոնց մասնակցում եմ եւ կորպորատիվ միջոցառումներ, բայց ուրախ եմ, որ Հայաստանում հիմա շատ մեծ թափով շոու բիզնեսը զարգանում է եւ մենք էլ բարբերաբար հրավերներ ենք ստանում այստեղից վերադառնալու, այնպես որ բալանսը ամեն դեպքում կարողանում ենք պահել։ Ամեն դեպքում հույսներս չեն կորցնում, երևի թե կարող է լավ դուետ շուտով լսենք։ Շատ քո ժամանակից չեմ ուզում վերցնեմ Արմինկա ջան, բայց ես մի հատ հարց ունեմ, որ բոլոր իմ հյուրերին անպայման տալիս եմ, կուզեմ անկեղծ պատասխանես։ Եթե մեկ օրով լինես ԱՄՆ նախագահ, ինչ կփոխես ԱՄՆ-ում։ Ոյ, իհարկե երբեք չի ուզենա լինել։ Այդ արդեն անկեղծ էր։ Ինչ կփոխեի։ Իրականում ես շատ չեմ սիրում այդ թեմաներով, այ որ ես լինեի, այսպես կանեի, այնպես կանեի, բայց հավանաբար հենց հիմա մտածեցի դրա մասին, չգիտեմ ինչու։ Սա թերևս երևի միակ երկիրն է, չէ՞, որը չունի որպես այդպիսին պետական կրոն։ Ինքը համարվում է կարծես թե քրիստոնեական երկիր, բայց որպես այդպիսին ես կուզենայի, որ այս երկիրը լիներ իսկական քրիստոնյա երկիր, ունենար պետական եկեղեցի, չասեմ ինչի համար, բայց շատ կուզենայի։ Հիմա ուղղակի մտքովս անցավ։ Այո, կուզենայի, որ ինքը եթե համարվում է քրիստոնեական երկիր, ինքը ունենար պետական կրոն եւ ունենար պետական եկեղեցի։ Չգիտեմ, կաթոլիկ, որովհետեւ պետական լեզու չունի, լեզու էլ չունի, ինչ հետաքրքիր է։ Այո, չի գրված, որ բոլորը գիտեն, թյուր կարծիք է, որ գրված է, որ անգլերենը, բայց չէ, գրված չէ։ Ես շատ ողջունում եմ, որ ինքը ունի կրոնական ազատ ընտրություն եւ ինձ թվում է, ես չեմ կարծում, որ որևէ երկրում կա խտրականություն, կրոնական։ Օրինակ հիմա նայեք, Հայաստանում ինչքան օտարներ են հիմա ապրում, օտարազգեր, բայց մեր համանadrությամբ ամրագրված է, որ մենք քրիստոնյա ենք եւ մեր պետական լեզուն հայաստանն է։ Այո, բայց մենք չենք արգելում որևէ այլ կրոն ունեցող մարդուն մեր երկրում ապրել, չէ՞, կամ ոչ, եւ ոչ մի ինչ որ նայիր, օրինակ ես չեմ նկատել, այստեղ կա մուսուլմանական մսկիթ, ես չեմ տեսել։ Համենայն դեպս Կալիֆոռնիայում ես չեմ հանդիպել։ Ես չեմ մտաբել։ Ինչքան մուսուլմաններ են ապրում, ինչքան մուսուլմաններ են ապրում, շատ են, բայց իրենք չունեն, չէ՞, փաստորեն։ Նայ, մենք առաքելական եկեղեցու, մենք ունենք, չէ՞, եկեղեցիներ բոլոր նահանգներում վստահ եմ։ Բոստոնում էլ ունենք, այո, Նյու Ջերսիում բոլոր նահանգներում ունենք, Թեքսասում ունենք։ Նևադայում էլ ունենք, այո։ Ահա, նայ, այսինքն մենք ամենտեղ ստեղծել ենք մեր եկեղեցին։ Հիմա չգիտեմ ինչում նա բանը, որ ասենք մուսուլմանները չունեն գոնե մի մսկիթ, որտեղ կարողանան իրենց աղոթքը անել։ Ես նորից եմ ասում, ես շատ ողջունում եմ, որ բոլորը եւ իսկապես բոլորս ունենք ազատ ընտրություն ընտրելու մեր կրոնը։ Հիմա ենթադրենք, ասենք մենք, այո, հայ առաքելական եկեղեցու, չէ՞, մեր պետական եկեղեցին հիմա ենթադրենք իմ մտքով անցնում է կրոնս փոխել ու ընդունել Աստված մի արարծել։ Չգիտեմ, ես ունեմ, չէ՞, այդ իրավունքը, Հայաստանում էլ ունեմ։ Այո։ Բայց դա այլ բան է, բայց եթե դու չունես պետական կրոն եւ չունես պետական եկեղեցի, օրինակ ես դա շատ կուզենայի, որովհետեւ ես շատ կուզենայի մտնել, ասենք, ամերիկյան կաթոլիկ եկեղեցի տեսնել։ Ես մտնում եմ անգլիական կաթողիկ եկեղեցի երբեմն հետաքրքրության համար տեսնելով ինչ է կատարվում, բայց օրինակ այդ եկեղեցիները, որոնք
բազում անհամար ու անթիվ են ամեն քայլափոխին Այո, խաչը վրան ես չեմ մտնում այդ եկեղեցիները ես չգիտեմ այնտեղ ինչա կատարվում այո, չենք էլ ես երևի չգիտեմ այնտեղ տարբերակում ինչա կատարվում եթե լինի պետական եկեղեցի։ ֆիքսված եկեղեցի ես կմտնեմ տեսնեմ թե օրինակ այնտեղ ինչպես է պատարակը անցնում ինչպես որ մտնում եմ աշխարհի բոլոր երկրներում ասենք եվրոպական անհնար է ես գնամ Իտալիա Կիրակի օրը չմտնեմ կաթոլիկ եկեղեցի տեսնեմ ինչա կատարվում Այո, բնականաբար։ բայց այդ մյուս եկեղեցիները որոնք կոչվում են եկեղեցիներ դրանք չեմ մտնում Շատ հետաքրքիր։ չգիտեմ ես ոչ մեկի չեմ ուզում նեղացնել իհարկե սրանով բայց ես այդտեղ չեմ մտնում Հետաքրքիր։ Շատ հաճելի էր Արմինկա ջան, քո բոլոր գործերին հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ շատ Հուսով եմ նորանոր հաջողություններ կգրանցես, որի համար մենք ի սրտե կուրախանանք։ Շատ շնորհակալ եմ ինձ էլ էր շատ հաճելի շնորհակալ եմ Հուսամ շատ չխոսեցի Ընդհանրապես։ վաղուց չէի խոսել որտեղ ես խուսափում եմ բոլոր տեսակի չհամարենք սա հարցազրույց բայց ես շատ երկար տարիներ չեմ գնում ոչ մի հարցազրույցների բայց սա հարցազրույց չէր սա հետաքրքիր զրույց էր ու մենք շատ սիրուն զրուցեցինք շնորհակալ եմ քեզ կզգա այդ անկեղծությունը, Այո, որովհետև երևի։ շատ են հարցնում հարցեր ունես, չունես, ինձ թվում է դու էլ կփաստես, որ հարցեր չունենք նախապես գրված, նախապես Այո։ չենք քննարկում, ընդհանրապես զրուցում Այսպես ենք։ հետաքրքիր չի լինի եթե Այո։ նախապես իմանանք հարցերի մասին Եղավ։ շնորհակալ եմ քեզ